Փառքներդեհին Թուրքիայի տարածաշրջանային դերի նվազմանը զուգահեռ շտապողականությունը մեծացել է նորից իրենց գործիքին շտապեցնում են, բայց սև գործ անելուց երբ որ շտապում են հաստատ սխալվում են չէ ժողովրդական խոսք ասում է գործը հանգիստ է սիրում իհարկե եթե լավ գործ ես անում պետք է հանգիստ մանրակրկիտ բայց քանի որ իրենք սև գործ են անում ու շտապում են սխալներ են թույլ տալիս եւ այս սխալները պետք է հանել ջրերից որ ժողովրդի համար տեսանելի լինի անպայման պետք է տեսանելի լինի օրինակներից մեկը սա է մեր հայ դահուկորդը ինչ էր արել ուղղակի փակել էր Ադրբեջան բառը արժանապատվությունը թույլ չէր տվել եւ կրթության նախարարը բոյկոտեց չէ այս ինչ բան հասկանում եք այսինքն դա աջակցություն է Ադրբեջանին կասեն դա խաղաղությանը վնաս է կամ միջազգային նորմի խախտում է ես հակառակն ասեմ Ռամիլ Սաֆարով ինքը Հայաստան անունը չէր փակել, հայոց դրոշ չէր այրել, ինքը սպանել էր մեր գուրգենին, քնած ժամանակ կացնահարել էր։ Եվ Ադրբեջանի ոչ կրթության, ոչ պաշտպանության, չգիտեմ, ոչ սպորտի նախարարները չասեցին Ռամիլ, ես ինչ ես արել, էլի, սս բան կարելի անել, մեր պատվի հետ ես խաղացել։ Ոչ էլ երկրի նախագահը։ Նրանք այդ մարդու համար նույնիսկ Հունգարիային կարծեմ 3 միլիարդ դոլար վարկ տրամադրեցին, խեղճ էին տեղները նեղեր, ասեն տղին տվեք մենք մեր մոտ տանենք, ինչ կանենք։ Կոպիտ ասած առան։ Իրենց հանցագործին առան, մարդասպանին է Հայաստանի անունի հետ որից է բան չէր արել։ Չէր ծածկել։ Առան բերին հերոսացրին։ Մենք մեր դահուկորդին, մենք չէ, էլի, լկտին, քպն, լկտի են, դրանք լկտիների, ամբարոների հավաքածու են, քարկոծում է մեր Միքայելին, նրանք իրենց Ռամիլին, սարքել են հերոս, հիմա սա, եթե չեք տեսնում, այս տեսնելուց հետո, ասենք, չեք կարող համապատասխան, ասենք, համոզված եմ, ասենք եթերներ կան, որտեղ ես նորից սենց բացահայտ լկտիների լակոտախմբի իշխանությանը մերկացնում եմ, իրենց թերությունները, հանցանքները, բացահայտ էլ ոչ թե ասենք ուղղակի օդի մեջ խոսում եմ, մերկացնում եմ, էլի գտնվում են մարդիկ, ասենք եթերի տակ YouTube-յան էջից տակ գրում են, կեցե մեր հզոր վարչապետը։ Կան թուրքեր կան ազերիներ, որ հայերեն գիտեն, նրանք էլ են գրում, իմ եթերները հետևում են։ Նրանք էլ են գրում, ես խիստ տարբերում եմ, այս բան հայախոս թուրք է գրողը, թե թրքաբարո հայ։ Հիմա ես համոզված եմ, այս եթերից հետո, էլի գտնելու մի անբարոյական, մի տհաս նիկոլական, որ գրելու է կեցե մեր բան հզոր վարչապետը, որ Ռամիլին արդարացնում են, մեր դահուկորդին բան անում, պատժի ենթարկում, պատկերացնում եք, ես մի ուրիշ օրինակ բերեմ, իմ փորձից եմ բերում, այս Նիկոլի, սրանք հանցանքներ են, սխալ չէ, սրանք պետությունը քանդող հանցանքներ են, բայց կարող է ասեք ձեր համար ասեք սովորական լինի, էլի։ Ես հարկային տեսությունում աշխատել եմ։ Ստուգել եմ ձեռնարկություններ, կազմակերպություններ, ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեցների, պետական օբյեկտներ, մասնավոր օբյեկտներ, տարբեր։ Երբ որ ես գնում եմ անգամ այն ամենապարզ հարկով աշխատող հարկատուին ստուգելու, հանրարարությունը ձեռքը մի հոգ է ընդհանրեն, ինքը անհատ ձեռներից է պատկերացրեք, ինքը բերում էր իր ձեռք բերումների փաստաթղթերը, ինքը բերում էր իր ծախսերը, որտեղ է ծախսեր կատարել, որ իր եկամուտը նվազեցնենք,
Որ տեսնենք ինքը հարկը, այն մնացած շահույթից հարկը ճիշտ է հաշվել թե չէ։ Ինքը բերում էր ամեն ինչի հիմքը, այդ մի հոգին է, որ ես իմ ինչ ձեռնարկություն չէր։ Բերում էր հիմքերով դնում էր, այն ինչը որ շուկայից էր ձեռք բերել, ասեք շուկայից ձեռք բերումները հիմնավորում չէին ունում։ Հիմա չգիտեմ, արդեն 10 տարի է հարկայինում չեմ աշխատում, չգիտեմ ինչպես են դա կազմակերպում, ոչ մի փոփոխությունների չեմ հետևել։ Ասելս այն է, որ այդ անհատ ձեռներից անգամ հաշվապահություն էր վարում։ Ու դու տեսնում էիր ինքը որտեղ ինչ է ծախսել, որտեղ ինքը ծախսեր ցույց տալի, մենք ինքը պետք է հիմնավոր էր։ Հիմա շուռ եմ գալի Հայաստանի կառավարությանը։ Մարդը ասում է, այդ 8 միլիարդ դոլար, որ վերցրել եք, բանակի վրա ենք ծախսել։ Հայտարարում է։ Ու հետո հիշեցնում են, որ գիտես դու միջազգային կառույցներում հաշվետվություն ես ներկայացել Հայաստանից, որ 1.3 է թե 1.7 է, լավ չեմ հիշում։ Միլիարդ ես դու այնտեղ զենքի վրա ծախսել։ Այսինքն որտեղ 8 միլիարդը, որտեղ 1.7 միլիարդը կամ 1.3, չգիտեմ։ Հաջորդ անգամ ասում է, ուրեմն այդ 8 միլիարդը բացառապես ծախսվել է Արցախից եկած մարդկանց վրա։ Իմ մոտ հարց է առաջանում։ Այն ֆիզիկական անձը, այդ անհատ ձեռնեց, որ մենակ ինքն է, էլի։ Հաշվապահական հաշվառում է վարում, չէ՞ իրա ծախսերը գրում է, որտեղ ինչ է ծախսել։ Բա Հայաստանի կառավարություն չի գրում։ Բա ոչ միտեղ գրած չէ 8 միլիարդը ոնց է ծախսվել, որ վարչապետն էլ վեր եկնում, մի օր ասում, «Ստեղ եմ ծախսել», մի օր ասում, «Այնտեղ եմ ծախսել»։ Դա հոգամայական որոշումներով չի, դա պետք է թղթի վրա գրած լինի։ Ստորագրած, կնքած։ Ո՞նց է լինում, որ այդ փողի մասին երկու տարբեր տեսակետ է հնչում։ Դուք պատկերացնում եք հարկային ծառայողը այսօրվա Նիկոլի գնա, ասենք այդ անհատ ձեռնեցի նստուգի, ասի այս փողը, այս ծախսի հիմքը որն է, ասի դե, գիտեք, բենզին եմ լցրել, մեկ էլ ասի դե հիմքը բեր, մեկ էլ ասի վայ չէ, բենզին չեմ լցրել, բան եմ արել, ասենք վարչական տուգանք եմ ուզել, կամ էլ չգիտեմ ես ինչ եմ արել։ Բռներ հերկանից են Նիկոլի հարկային աշխատողները։ Կասեն ես ում ես ֆրցնում մադերիդ վրա, որ դու հստակ հիմնավորված դրած գրած լինեիր։ Հաշվապահական հաշվառում պետք է վարած լինես։ Բա մեր կառավարությունը հաշվապահական հաշվառում չի վարում։ Որ Նիկոլ օրը մի բան ասում է։ Չէ, այստեղ եմ ծախսել։ Վայ չէ, այստեղ եմ ծախսել։ Վայ չէ, այնտեղ եմ ծախսել։ Սա ինչ է նշանակում, որ մեր փողը, մեր հարկերը, մեր բյուջեն մեր անունից վերցրվող պարտքերը մեզ խվում է։ Հələ չվերցած գլխած տանում են։ Ոչ մի չեն անում։ Ու ես չեմ էլ կասկած, որ վաղն իմանամ ինքը Ալիևի համար զենքել է առնում այդ փողով։ Վզին դրած էլի, ասի բարդ կարա զենք արտուր ինձ կամ բարդ կարա այս հարցը կարգավորի։ Հայկական ինչ-որ մի բան արա։ Ես երբեք չեմ զարմանում, եթե նման հիմք չունեմ, բայց այս լակոտների վարքագծից ես ենթադրում եմ, որ ինքը դες բան էլ կարող անի։ Ալիևը ինչ ասի, սա պետք է անի։ Պուտինի հովանավորությամբ։ Հիմա այսքանից հետո, եթե հանգարց մի նիկոլական կգրի կեցը մեր վարչապետը, ես ուրեմն աշխարհի ամենալկտի բառերը ձեզ եմ ուղում, չեմ հայհոյում։ Իմացեք դա ձեզ է վերաբերվում։ Հասկացաք, գնացեք ձեր տան տնտեսությունը վարեք, հələ տեսեք ձեր տան փողերը, եթե ծախսվի, ասեք տղեդ նարկաման լինի կամ չգիտեմ ես ինչ էլի, փողերը տանի դու չիմանաս ինչ եղավ այդ փողը աշխատածը, բերածը, ինչ եղավ, դու մի օր տենաս ընտանիքդ սոված է։ Մի օր իմանաս, որ էլ բյուջեն փող չկա, որ բանակ պահես, առողջապահություն պահես, թոշակ տաս, կրթություն անես, մի անգամից քանդվելու է։ Մի անգամից Նիկոլի վարած քաղաքականություն դուք խոսում եք խաղաղությունից։ Գնացեք ասում է սահմանին կանգնեք, արա ներսից։ Քո փողը պայքեցնում է, որ դու վաղ ասես մի անգամից ես վարչանական կարող է կանգնի պետությունը։ Որ ասեք փող չլի թոշակ տա, նպաստ տա, չգիտեմ ես անի, այն անի, բանակ պահի, հասկանում եք։ Կանգնելու է մի անգամից։ Դուք հո գիշ չեք արա, որ անընդհատ գրում եք բանը, կեցցե մեր բանը։ Հո դուք անիկնասեր անբարոյականներ չեք արա։ Ես էլ ձեզ ոնց բացատրեմ, որ դուք հասկանաք, որ դուք Թուրքին եք աջակցում, արա, այ լրպի լագոտներ։ Ինչևից է։ Ուրեմն տեսեք ինչ եմ ասում։ Ասես չի մնալու, որովհետև շատ արագ է փլուզվում ամեն ինչ։ Շատ արագ։ Եկուց գալու եք ոտներս ընկնեք։ Ասեք կներես չէինք ճանաչում, չգիտեինք, 7 տարի ժամանակ եք ունեցել։ Չեմ ներելու ոչ մեկիդ։ Ոչ մեկիդ չեմ ներելու, արա հարազատ կլինի, բարեկամ կլինի, ընկեր կլինի, ով ուզում է լինի, չնայած չի կարող ինձ ընկեր լինի, ով նիկոլական ինձ ընկեր չի կարող համարվել։
Ինչ որից է։ Դառնում եմ Արման Թաթոյանին։ Մի մարդ, որի իրենից երբեք ոչինչ չի ներկայացրել, հիմա էլ չի ներկայացնում, բայց չգիտեմ համացանցում ակտիվացրել են։ Դե հասկանալի է։ Ինքը մատնեց իրեն, որ ասեց ես ռուսներին չեմ դավաճանելու։ Այն մնացած արտահայտություններն իր տեղը։ Սա ինչ է նշանակում։ Իբր Նիկոլին էլ հակառակ է, էլի։ Սա ունի երկու ծանր հայտարարություն, հիմք այս հայտարարությունը, որ արել է։ Առաջինը, տեսեք, Նիկոլը երբ որ հայտարարեց, որ Արցախն Ադրբեջան է, ինքը մեզ հարվածի տակ դրեց։ Այսինքն Ադրբեջանը ձեռքերն ազատեց։ Այսինքն եթե մենք դարձել ենք օկուպանտ, Ադրբեջանը ինչ ուզի մեր հանդեպ կարող է անել։ Սա Նիկոլի հարվածն է մեզ։ Երբ որ դու ասում ես Արցախն Ադրբեջան է, նշանակում մենք օկուպանտ ենք, մենք խլել ենք, մենք հանցագործ ենք, եւ Ալիև մեզի սև ինչ պատիժ ուզի կարող է տալ։ Սա հիմա տեսեք, թե Թաթոյանի հայտարարությունը ինչ էֆեկտ ունի, նմանատիպ էֆեկտ ունի։ Թաթոյանի հայտարարությունը, որ ես ռուսներին չեմ դավաճանելու, եթե ինքը իբր վարչապետ դառնա, ինքը ուզում է ասի, որ մենք ռուսներին դավաճանել ենք։ Այսինքն նույն կերպ ինքը ռուսների ձեռքերին ազատություն է ուզում տալ։ Այսինքն գլխանց ինքը արդեն ստացել է հանձնարարություն ընդեղից, որ դու մտցրա հայ ժողովրդի գլուխը, որ դուք ռուսներին դավաճանել եք, դավաճանում եք։ Այս Սալավիովներն էլ որ այնտեղ ակտիվացել են, սա իրար հետ կապ ունի։ Եվ երկրորդ, սա ուզում է Նիկոլին դարձնել իսկապես արևմտամետ, իբր Նիկոլը դավաճանել է ռուսներին։ Այսինքն այս խառնաշփոթի մեջ, որ Ռուսաստանը վերջնականապես տեղից ռադիկաշի գնա, մարդիկ Նիկոլին կպած մնան էլի, որ Թուրքիայի շահերը որ բախտը բերի։ Հասկանում եք, Արման Թաթոյանը երկու հանցանք է անում։ Ազատում է ռուսների ձեռքերը, մենք երբեք ռուսներին չենք դավաճանել, իրենք են դավաճանել։ Իրենք երբեք մեր համար չեն զոհվել, այդ մենք ենք իրենց համար զոհվել, այդ որ այնտեղ հայտարարում են։ Ուրեմն Արման Թաթոյան, դու այն որ ասում ենք Նիկոլ ոչնչություն եղել ես ու կաս, դու նույն ոչնչությունն ես։ Դու անգամ մարդու իրավունքների պաշտպան աշխատած տարիներին քեզնից բան չես ներկայացրել։ Բացարձակապես։ Դու ընդհանրապես, ասենք, ես այն ընտիր գինու կարասի մեջ ընկած մուկ ես դու, որ փչացնում է, են գնում է այդ հարյուրավոր լիտրերով ընտիր գինին փչացնում է։ Ժողովուրդ, ուրեմն Թուրքիայի դերը նվազում է, Ռուսաստանը ռադիկաշում է, Պարսկաստանում որ փոփոխությունը եղավ, Թուրքիա եւ Ադրբեջանի դերը նվազում է, վերջ։ Եվ ես ձեզ ասեմ, Նիկոլը գալու է մի պահ, որ նորից շուտ գասի Արցախը Հայաստան է, բայց իր համար արդեն ուշ է լինելու։ Ինքը այդ կարգի ստոր է։ Իր համար դա ուշ է լինելու, Թաթոյանների համար էլ է ուշ լինելու։ Այնպես որ ազգայինին տեր կանգնեք։ Հա, այնտեղ գրում են, բա լավ ինչ ես առաջարկում։ Առաջարկում եմ ազգայինին տեր կանգնեք, ազգային քաղաքական ուժին, որը պետք է գործը անի եւ առաջ տանի, հայկական շահը պահի։ Չասի Արցախն Ադրբեջան է, չասի ռուսին դավաճանել ենք, հասկանում եք։ Չասի այս փողը, չգիտեմ, ես ինչ արեցինք, ինչ եղավ։ Չասի թոշակառու ինչին է պետք այդ փողը։ Հասկանում եք։ Ոստիկանին ման չաղացնի զինվորին այնտեղ հյուծի։ Ազգային, հասկանում եք, որ պատմությունը չկեղծի։ Խոհեմ եղեք։